Պարոն Ռուստամյան, կրքերը մարեցին ընդմիջումից հետո։ Կարող են մարել այս կրքերը։ Բայց ով ծեծեց վերջ։ Մարող կրքեր են։ Բայց ով ծեծեց։ Խառը կռիվ է։ Այս ինչ ռազմորկաներ ազգային ժողովի։ Դա մենք հենց ցեղասպանության ժխտման հետ կապված օրինագիծ ես բերում, բայց այս պետք է խառնվի իրար, էլի, բապաշ չի։ Դրանից էր այս կրքերը։ Իհարկե, գալիս է պահ պետք է երևա ով է։ Բայց ով սկսեց կռիվ, ով հելավ սենց դուխով։ Այս միշտ իրանք սկսում են օգտագործել իրանք հնարավորությունը, խոսելու մենք դահլիճում ենք չենք կարում բաց միկրոֆոն ունենան, իրանք բաց միկրոֆոն ունեն, խոսում են։ Մենք ստիպված տեղից պետք է արձագանքենք, ինչ անենք։ Բայց ասին եթերը անջատեք ու ներսում boy best правила։ Եթերը սեստենից անջատված է, իրանք պետք է անջատվի։ Վահե Ղալումյանն էր կինոյի հերոսը այսօր, հա? Ոնց հասկացա ինքնը։ Իհարկե, իրա վարելուց է այս ամեն ինչը առաջանում։ Բայց ձեռնամարտը սկսեց Վահե Ղալումյանը։ Դե ձեռնամարտը չգիտեմ ումից սկսեց, բայց ձեռնամարտը հրահրեց Ալեն Սիմոնյանը։ Հարգանքներս հավաստիկ։ Պարոն Դանելյան, Ինչ ասեմ։ Ղալումյանը կրեց թե դուք։ Դե լավ էլի։ Բայց այս ինչ ռազմորկաների խորհրդարանում, ասենք հարիր է այս պատկերը մեր երկրի ազգային ժողովին։ Չտեսակ ինչից սկսվեց, որ ցեղասպանությունը ժխտելու մասին օրինագիծ ենք բերելու շուտով ազգային ժողով եւ այդտեղ կրքերը բորբոքվեց եւ մարդիկ իրենց հասանելիքը ստացան։ Ստացել եմ այդ։ Այո։